Վեհանձն ու շլացուցիչ արևին տակ կտարածվի քանդված քաղաքը անծայրածիր գերեզմանի մպես ավերակ ամեն կողմ բան մը չէ խնայված բոլոր եկեղեցիները բոլոր դպրոցները ու բոլոր բնակարանները անձև ու խանձված քարիկույտերու վերածված են որոնց մեջ ազդին անդին շենքերու կմախքները կցցվին արևելքեն մինչև արևմուտք ու հյուսիսեն մինչև հարավ մինչև հեռավոր սահմանները թուրք թաղերուն աններող ու դաժան ատելություն է հրդեհեր ու փչացուցեր է ամեն բան ու այս մեռելային ամայության այս ընդարձակածավալ մոխրակույտերու մեջ են երկու մինարեներ անեղծ մնացած կկանգնի խրոխտությամբ Արյունոտ եւ արցունքոտ ցնցոտիներով ծածկված այրիներու, որփերու եւ ծերերու ամբողջ մը կներկայանան ամեզի։ Իբրև մնացորդը սադանայի բնակչության։ Մեծ փոթորիկեմը, ետքը խաղաղացած ծովու, մռայլ հանդարտությունը ունի անիկա։ Իր խորքերուն մեջ ծածկված է ցավը ու անմխիթարելի վիշտը, ու այդ ցավը երբեմն մակերեսը կբարձրանա։ Ապրելու, վերածնելու հույսը սպանված է իրենց մեջ եւ եթե անօթությունն ու ծարավը չզարթնեցներ զիրենք այդ ընդարմացում են կյանքը մի անգամ ընդմիշտ մարած կլար արդեն Զապել Եսայանը հայկական զարթոնքի ժամանակաշրջանի կարևորագույն կին ներկայացուցիչն էր եւ բացառիկ դեր է ունեցել հայ հասարակության մեջ նոր մտածողության արմատավորման գործում Իր ամբողջ կյանքը նա նվիրել է պայքարին հանուն կանանց իրավունքների, հանուն հալածյալ հայրենակիցների, հանուն Հայաստանի ավելի լավ ապագայի։ Քսաներորդ բար դարաշրջանի դեպքերի ականատեսն ու անմասն չմնացած կինն է Զապել Եսայանը։ Կին, որի անունը 40 տարի շարունակ եղել է բազում գրքերի կազմերին։ Նա պնդում էր, որ գրականությունը պերճանք չէ, այլ զենք։ Նա գրական ասպարեզ մտավ 19-րդ դարի վերջում, երբ հասարակական ու քաղաքական պայմանները չէին կարող շրջանցել նրա գրականությանը։ Նա ոչ միայն գրող էր, այլև գրական գործիչ, կուսակցական գործիչ, պարզապես գործող կին։ Զապել Եսայանը ծնվել է Կոստանդնուպոլսում, ստացել բազմակողմանի կրթություն, շնորհիվ իր հոր, որը մեծ հավատ էր ընծայում կրթության կարևորությանը։ Նա 19-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունում բնակվող եզակի կանանցից էր, որ ստացել է բարձրագույն կրթություն արտասահմանում Սորբոնի համալսարանում։ Միակ կին էր, որ երիտթուրքերը ներառել էին ոչնչացման ենթակա հայ մտավորականների սև ցուցակում։ Ադենայի եւ 1915 թվականի ջարդերի մասին գրած ամենաառաջին վկայագիրներից մեկն է։ Զապել Եսայանին հաջողվում է խույս տալ հայոց ցեղասպանությունից։ 1915 թվականի ապրիլի 24-ին հյուրանոցից դուրս գալիս անսպասելիորեն հանդիպում է երկու զինված թուրքի, որոնք հարցնում են. Զապել Եսայանը դու ես։ Չէ, Զապելը ներսում է, հանգիստ ասում է կինը եւ անշտապ հեռանում։ Այնուհետև թաքնվում է հիվանդանոցում, ներկայանալով որպես թրքուհի, հետո անձնագիր հայթայթելով հույն ժանեկագործուհու անվան տակ հասնում է Ադրիանապոլիս, անցնում Բուլղարիայի եւ Ռումինիայի սահմանը եւ հասնում Թիվլիս, որտեղ հանդիպում է Հովհաննես Թումանյանին, ով ջերմորեն դիմավորում է նրան եւ տեղավորում իր տանը։ Նրան հաջողվում է խույս տալ, քանի որ Զապել Եսայանը շատ լավ էր հասկանում, թե ինչ էր կատարվում այդ օրերին Թուրքիայում։ Դեռ 1909 թվականին նա մեկնել էր Ադանա, ականատես եղել բազմաթիվ ոճրագործությունների եւ այդ ամենը վավերագրել իր ավերակներու մեջ գրքում։ Զապել Եսայանը տարիներ անց հրավիրվել է Խորհրդային Հայաստան եւ որոշել մշտական բնակություն հաստատել այնտեղ։ Խորհրդային Հայաստանի գրողների միությունում մի անգամ նրան հարցնում են, թե ինչպես կարող էր հրաժարվել Փարիզի բոլոր հարմարություններից եւ տեղափոխվել անհարմար Երևան։ Այդ անհարմարությունները չնչին են ինձ համար, քանի որ ես ինձ նվիրել եմ մեր երկրի ապագան կառուցելուն։ Այսպիսի պատասխանը ձեզ բավարարում է, պատասխանել է արձակագիրը։ Ժամանակակից գրաքննադատների կողմից հաճախ ֆեմինիստ անվանված Զապել Եսայանը
ինքը ժխտում էր այդ որակումը։ Նրա խոսքով իր հիմնական մտահոգությունը եղել է սոցիալական անարդարությունը, գործադրված նաև կանանց նկատմամբ։ Թեև Զապելը կարողացավ փրկվել Հայոց ցեղասպանությունից, նա դարձավ իրեն պատուհասած մեկ այլ չարիքի ստալինյան բռնաճնշումների զոհը։ Նա մեղադրվեց լրտեսության համար, ձերբակալվեց, սպանվեց Բաքվի բանտում անհայտ հանգամանքներում։ Հիշենք մեր մեծերին։